Շվեյցարիայում փետրվարի 17-ից 18-ը բանակցությունների օրեր են։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Իրան-Միացյալ Նահանգներ տարաձայնություններն էին քննարկվում։ Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն է։ Իրանից ժամանած պատվիրակության ղեկավարը արտգործնախարար Աբբաս Արաղչին էր։ Ամերիկյան կողմինը նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը եւ նախագահի փեսա ու խորհրդական Զարեդ Քուշները։ Քննարկման առանցքում Իրանի միջուկային զենքի հարցներ։ Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց ենք գրանցել։ Մենք հիմա հստակ ճանապարհ ունենք մեր առջև, ինչը կարծում եմ դրական է։ Սա չի նշանակում, որ մենք կարող ենք արագ համաձայնության հասնել, բայց գոնե մեկնարկը տրված է։ Հույս ունենանք, որքան հնարավոր է շուտ կանենք։ Սակայն երբ հերթը հասնում է համաձայնության տեքստը կազմելուն, աշխատանքը շատ ավելի բարդ եւ մանրակրկիտ է դառնում։ Բանակցությունները դրական է համարում նաև Միացյալ Նահանգները, սակայն փոխնախագահ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, Թեհրանը դեռ չի ընդունում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած կարմիր գծերը։ Մեր գլխավոր նպատակն այստեղ այն է, որ մենք Իրանին թույլ չտանք միջուկային զենք ստանալ։ Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենա, կհայտնվեն բազմաթիվ վարչակարգեր։ Որոշները բարեկամական, որոշները ոչ այնքան բարեկամական, որոնք կցանկանան ստանալ միջուկային զենք նրանցից անմիջապես հետո։ Դա աղետ կդառնա ամերիկացի ժողովրդի համար։ Մինչ բանակցությունների մեկնարկը Թրամփը զգուշացրել էր, որ հետևանքները շատ ծանր կլինեն Իրանի համար, եթե չհաջողվի համաձայնության հասնել։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին, ասելով, որ ամերիկացի առաջնորդը չի կարող տապալել Իրանը։ Ժնևում բանակցությունների արդյունքում որոշվեց. Իրանն ու նահանգներն աշխատելու են միջուկային հնարավոր համաձայնագրի տեքստի վրա, ապա կորոշեն բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։ Ժնևում մի քանի ժամվա տարբերությամբ մեկ այլ բանակցություն էր սկսել։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումներ թեման։ Բանակցությունը դռնփակ էր, տևել է մոտ 4.5 ժամ։ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Ուկրաինայինը նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դարձյալ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆն ու նրա փեսա ու խորհրդական Զարեդ Քուշներն են։ Աքսիոս պարբերականի տեղեկություններով բանակցությունները մտել են փակուղի։ Պարբերականի փոխանցմամբ այն կապված է ռուսական բանակցային խմբի ղեկավարի դիրքորոշման հետ։ Հիմնական խնդիրն Ուկրաինայի նախագահի վարքագիծն է, նշում է Աքսիոսը։ Իդեպ բանակցություններին զուգահեռ Զելենսկին հարցազրույց է տվել Աքսիոսին, ասել, որ իր խմբի միջոցով ուղարկել է պահանջ հանդիպում նախագահների մակարդակով։ Մեդինսկին, ինչպես Պուտինը, սիրում է փիլիսոփայել պատերազմի պատմական արմատների մասին։ Մենք ժամանակ չունենք այս ամբողջ անհետեցության համար։ Պետք է որոշում կայացնենք եւ ավարտենք պատերազմը։ Ռուսական 10 գործակալության աղբյուրն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են մեծ թեմաներ ու մեծ փոխզիջումներ։ Մինչդեռ նահանգների բանագնացը նշանակալի առաջընթաց է նկատում բանակցություններում։ Նախագահ Թրամփի հաջողությունն այս պատերազմի երկու կողմերին սեղանի շուրջ նստեցնելու գործում հանգեցրել է նշանակալի առաջընթացի, եւ մենք հպարտ ենք աշխատել նրա ղեկավարության ներքո, դադարեցնելու սպանություններն այս սարսափելի հակամարտության ընթացքում։ Երկու կողմերն էլ համաձայն են տեղեկացնել իրենց համապատասխան ղեկավարներին եւ շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ։ Եռակողմ հանդիպումը շարունակվում է նաեւ փետրվարի 18-ին։ Մեկնարկել է Երևանի ժամանակով 13:30-ին։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։